Սիրելիներ, իր ավարտին մոտեցավ 2025 թվականը և հաշված ժամեր են մնացել 2026 թվականի համար։ Եթե հետ հայացք նետենք անցնող տարում 2025 թվականը ամփոփելու լինենք, ապա ցավալիորեն պիտի արձանագրենք, որ մեր հանրային կյանքը այնքան էլ խաղաղ և հանդարտ հանգիստ չընթացավ։ Բազմաթիվ մարտահրավերներ և փորձություններ մեր ճանապարհին հանդիպեցին և մինչև այս պահն էլ շարունակվում են այդ փորձությունների անվերջանալի թվացող այսպիսի շղթան և ամենակարևոր բանը, որ պիտի արձանագրենք, որ չնայած որքան էլ որ փորձությունները և մարտահրավերները շատ էին ու հալածանքները սաստիկ, միևնույն է, մեր եկեղեցին, մեր ազգը անսասան է և այդ անսասան մնալու բնական ձգտումը գալիս է մեր հավատքից, այն հավատքից, որը ժառանգեցինք մեր սուրբ հայրերից։ Իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու նաև այն բոլոր ձեռքբերումները, որոնք մենք 2025 անցնող տարում ունեցանք, թե անհատապես և թե նաև հավաքական իմաստով մեր եկեղեցուց ներս։ Այո, շատերը կան, որոնք որ այս հալածանքներին հուսահատությամբ կամ հոռետեսությամբ են մոտենում, բայց իրականում այս հալածանքները օգնում են, որպեսզի մենք վերանայենք մեր ապրած կյանքը, վերանայենք մեր ընթացքը, օգնեց, որպեսզի ավելի բյուրեղանան մեր շարքերը, նրանք, ովքեր որ փորձությունների և դժվարությունների ժամանակ չդիմացան գայթակղությանը և անցան հակառակորդի կողմը, հակառակորդ այն իմաստով, որ Աստծո խոսքին ճշմարտությանը հակառակորդ, նրանց կողմը անցան, այդ իսկ պատճառով իրենց ինքնաբացահայտման ճանապարհով հնարավորություն տվեցին, որպեսզի եկեղեցին էլ ավելի մաքրվի, կեղծավոր և սուտ բարեպաշտ իրենց այդպես համարող հավատացյալներից և ինչու չէ նաև հոգևորականներից, որոնց մեջ նաև թվով բարձրաստիճան հոգևորականներ կան։ Ուրեմն սիրելիներս, այս ամեն ինչը հաշվի առնելով ես չէի կարող անդրադարձ չունենալ իմ կյանքում ինձ պատահած ամենամեծ դժվարությունն ու փորձությունը, որը ես կարողացա հաղթահարել։ Նախ Աստծո օգնությամբ, Տիրոջ ողորմությամբ, այնուհետև ազգիս վեհափառ հայրապետի անմիջական հայրական սիրո և հոգատարության արդյունքում։ Շատերը ձեզանից գիտեն, որ 2025 թվականին մայիս ամսին ծանր վիրահատություն տարա Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում և գիտեն նաև այդ վիրահատության նախապատմությունը, թե ինչպես դրա անհրաժեշտությունը առաջացավ։ Պիտի պատմեմ, որ 2020 թվականի չարաբաստիկ 44-օրյա պատերազմից օրեր առաջ նույն օրվա մեջ երկու անգամ գլխուղեղի ինսուլտ տարա և հիվանդանոցում ինձ մոտ հայտնաբերվեց մի հիվանդություն, որը բժիշկների խոսքով գլխի մեջ տեղադրված ռոմբի հետ էր համեմատվում։ Փորձեցինք Հայաստանում մեզ տրված հնարավորության սահմաններում, բժիշկների ունեցած հնարավորությունների սահմաններում բուժօգնություն ստանալ, սակայն այնինչ որ Հայաստանում փորձեցին բժիշկներն ինձ օգնել, գոհացուցիչ արդյունք չտվեց։ Եվ այնուհետև բուժման նպատակով վեհափառ հայրապետը բժիշկների խորհրդով, բժիշկների հորդորով ինձ ուղարկեց Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի հեղինակավոր հիվանդանոցներից մեկի ռադիոխիրուրգիայի բաժանմունքում ռադիոխիրուրգիայի
այդպես ասած վիրահատության, ռադիո վիրահատության ճանապարհով հաղթահարել իմ հիվանդությունը, որը բժիշկներին հայտնի է գամանայվ կամ գամանոժ անունով։ Ինձ Ռուսաստանում հյուրընկալեց եւ իր հայրական հոգացությամբ ջերմ ընդունելության արժանացրեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Ստացա բժիշկների կողմից նշանակված այդ ճառագայթային բուժումը, որից հետո վերադարձա Հայաստան եւ արդյունքները չգոհացրեց, այսինքն այդ ճառագայթային բուժումը, որը որ ես ստացա, բնավ իր բարի ազդեցությունը չունեցավ։ Ցավոք պիտի արձանագրենք, որ 5 տարիներ տևող այդ հիվանդության շրջանը, որը ինձ մոտ հայտնաբերվեց, սխալ ախտորոշումների արդյունքում սխալ բուժումների տարավ եւ Հայաստանում եւ նաեւ Ռուսաստանում։ Եվ բժիշկները, որոնք որ մեկը մյուսին հաջորդելով ինձ մոտ ախտորոշել էին գլխուղեղի կավեռնումա, որը գոյացության տեսակ է, բաց վիրահատության կամ որևիցե վիրահատական միջամտության ճանապարհով հեռացնելու կամ այդ խնդիրը լուծելու ձևը բացառվում էր։ Անգամ իմ հիվանդության մասին ուսումնասիրությունները, նաև հետազոտությունները ուղարկվեցին աշխարհի տարբեր հեղինակավոր բժիշկների, հիվանդանոցների, որպես ուսումնասիրեին եւ լուծումներ առաջարկեին, եւ որևիցե հիվանդանոց հանց չառավ ինձ վիրահատել, որովհետեւ այնտեղ, որտեղ որ ախտահարված էր, այսինքն այդ հիվանդության ուղեղից այն հատվածը, որտեղ որ ախտահարված էր, հնարավոր չէր որևիցե կերպ բաց վիրահատությամբ այդ հարցին լուծում տալ, որովհետեւ բժիշկներն ասում էին, որ ռիսկերն այնքան շատ են, որ ապրելու հավանականությունը գրեթե զրոյացնում են, եւ որևիցե բժիշկ չէր համարձակվում այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Եվ այս գրեթե անհուսության ախտորոշումները կամ բժիշկների կողմից տրված գնահատականները, որոնք անհուսության էին տանում, փարատվում էր միայն վեհափառ հայրապետի բարետեսությամբ։ Ես սա առաջի անգամ հանրայնացնում եմ, որովհետև գիտեմ, որ վեհափառ հայրապետը, եթե թույլտվություն հարցնել ուներ, ինձ պետք է թույլ չտար սրա մասին խոսել, բայց ես չեմ կարող լռել, որովհետև իմ որդիական պարտք եմ համարում նախ հանրայնորեն իմ շնորհակալությունը հայտնել իմ եւ իմ ընտանիքի անունից վեհափառ հայրապետին իր հայրական հոգատար վերաբերմունքի համար եւ որպես վկայություն նաեւ մեր հավատացյալներին, թե որքան իմաստուն, որքան հոգեվոր եւ որքան նաեւ մարգարեական շնորհով օժտված անձ է ազգիս վեհափառ հայրապետը։ Պատահական չէ, որ հենց նա է ընտրված ամենայն հայոց կաթողիկոս, թե եկեղեցական ազգային եկեղեցական ժողովի կողմից եւ թե Աստծո կողմից։ Եվ որքան այսօր հալածանքներ կան իր անձին վերագրվող տարբեր զրպարտող հայտարարությունների, արտահայտությունների կամ մեղադրանքների այդ ընդհանուր համայնապատկերում, ուզում եմ մի այսպիսի գեղեցիկ պատմություն այդ համատարած խավարի մեջ որպես մի լույսի շող իմ կողմից արտահայտեմ։ Ուրեմն սիրելիներ, ինչու եմ սա ասում, որովհետև ինձ համար փշաքաղվելու աստիճան, երբ որ հիշում եմ այս ամբողջի միջով որ ես անցա, այսպես փշաքաղվելու աստիճան ապրումներ եմ ունենում։ Գրեթե արտասվելու աստիճան այդ ապրումները կան, այդ հուզական ապրումները ես ունենում եմ։ Մեր ընտանիքը բավականին դժվարին եւ փորձնոլի կյանք է ունեցել։ Տեսել եմ եւ եղբորմա հայրս առաջի Արցախյան պատերազմի
կամավորագրվեց, այնուհետև ծանր վիրավորվեց, հաշմանդամության կարգ ունի եւ բազմաթիվ փորձությունների մեջ ահա եկանք հասանք այն հանգրվանին, որ բժիշկները հույս չէին տալիս ապրելու։ Եվ ես իմանում եմ, որ բժիշկները վեհապարի հետ առանձին խոսելիս առանց ինձ հետ այդ մասին խոսելու ինձ մեկ տարվա կյանք էլ չէին տվել, հա, այսպես իրենց խոսքով ասած, որ շատ ծանր է վիճակս եւ կյանքս մեկ տարի էլ չեմ կարող ապրել, եթե այդպես մնամ։ Ուրեմն բոլոր բժիշկները առանց բացառության, բոլոր բժիշկները 2023 թվականից Հայաստանում մի հետազոտությունից հետո սկսեցին մեկը մյուսին վերահաստատելով ինձ ախտորոշել ուղեղի կավեռնման։ Եվ միայն ուշադիր պետք է սա լսեք սերներ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հատվածին իմ խոսքի, որովհետև միայն վեհապար հայրապետներ, որ ինձ ասում էր Տեր այր, քեզ մոտ անևրիզմա է, ուղեղի անևրիզմա։ Առանց չափազանցնելու եմ ես ասում, խաչը վկա խոսքերիս։ Եվ ես համակերպվել էի հիվանդությանս հետ, կարելի ասել հաշտվել էի վիճակիս հետ, եւ հիվանդության հետ համակեցությամբ ծառայությունս էի բերում եկեղեցում։ Եվ երբևիցե չէի ցանկանում վեհապար հայրապետին որևիցե հարցով անհանգստացնել։ Երբևիցե, լավ հասկանալով այն բոլոր խնդիրները եւ այն բոլոր մարտահրավերները, որոնք կան այսօր մեր եկեղեցու դեմ։ Բայց այս ամեն ինչի մեջ, այս ամենով հանդերձ վեհապար հայրապետը իր ուշադրությունից ինձ կարոտ չպահեց։ Անգամ եղավ դեպք, որ ես տեղյակ չէի պահել հերթական ինսուլտի մասին, իմացել էր վեհապար հայրապետը, ինձ հրավիրեց Մայրաթոր Սուրբ Էջմիածին վեհարան եւ հայրաբար ինձ հորդորեց, նաեւ հանդիմանեց քաղցրությամբ, որ ես իրավունք չունեմ անտեսելու իմ առողջությունը, իրավունք չունեմ, որովհետեւ ես ունեմ երկու անչափահաս զավակներ, ունեմ առաքելություն, ունեմ պարտավորություններ, որոնք ես պետք է իրականացնեմ։ Թե ազգիս հանդեպ, թե եկեղեցուս մեջ եւ թե ընտանիքիս համար։ Եվ վեհապար հայրապետը ջանաց, որպես ես իմ բուժումը ստանամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եվ երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնեցի, այնտեղ հայոց արևմտյան թեմի տարեկան հաշվետու ժողովին մասնակցելու համար, որպես պատվիրակության անդամ, այնտեղ գերաշնոր Մեսրոպ Սրբազանը Պարսամյան, ում նաև իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, իմ ընտանիքի անունից նաև սիրով ընդունեց եւ արեց ամեն բան, որպեսզի ես կարողանայի հետազոտվել ժողովներից հետո ամերիկյան հիվանդանոցներից մեկում։ Այո, այնտեղ կային շատ բժիշկներ, որոնք որ ուսումնասիրելով իմ հիվանդության պատմությունը, միաձայն եկել էին այն եզրակացությանը, որ ոչինչ անել հնարավոր չէ, անիմաստ է որևիցե բան անելը, որովհետև վիրահատության համար անմատչելի տեղում է գտնվում այդ չարաբաստիկ, ինչ ասեմ, ուռուցքը, հա, ինչպես որ ախտորոշել էին նախապես։ Եվ մի քրիստոնյա հնդիկ բժիշկ Նյու Յորքի, այսպես մոտ Նյու Ջերսի բնակավայրից արձագանքեց, ուսումնասիրեց իմ հիվանդության պատմությունը եւ մեծ ուրախությամբ իմիջայլոց, մեծ ուրախությամբ ասեց, ինձ համար մեծ օրհնություն է եւ մեծ պատիվ է, որ ես հայոց հայրապետի պատվիրակության անդամ հոգեվորականին պիտի կարողանամ ինչ-որ բանով օգնել։ Սակայն այդ պրոֆեսորը հիվանդությանս պատմություն ուսումնասիրելուց հետո ասաց, որ ինքը ցավում է, բայց ոչինչ անել չի կարող։ Եվ ասաց, որ միայն մի բժիշկ կա, որին
պիտի ինքը դիմի այն բոլոր հիվանդության սառնչվող հետազոտությունների պատասխաններն ուղարկի, որպես ուսումնասիրի եւ այդ բժիշկը իր վերջնական խոսքը կասի։ Եվ ուղարկեց հիվանդությանս պատմությունը իր ամբողջ այդ հետազոտություններով տվյալ բժիշկին, ով ազգությամբ հրեա էր եւ աշխատում էր Նյու Յորքի Lenox Hill հոսպիտալում, նյարդավիրաբուժության բաժինն էր ղեկավարում, շատ հայտնի պրոֆեսոր իր ոլորտում եւ շատ բարի մարդ։ Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ ուղղակի եթե ծանոթ եք Ամերիկայում հաստատությունների ծանրաբեռնվածությանը եւ աշխատանքային ընթացքին, ապա կհասկանաք, թե ինչի մասն է խոսքը, այնտեղ սովորական հետազոտության համար գուցե մարդիկ ամիսներ սպասեն։ Եվ եղավ այնպես, որ միայն թե մտածում էի, որ ես ինքս չեմ թաքցնի, որ գուցե մի անգամ այդպես հետազոտվեմ զուտ այն բանի համար, որ ասեմ այո, գնացի հետազոտվեցի եւ պատասխաններն այսպես եղան։ Հույս չունեի, անկեղծ պիտի խոստովանեմ ձեզ, հույս չունեի, որ պետք է այդ բժիշկը ինձ արձագանքեր, հասկանալով նախ այդ բժիշկի ծանրաբեռնվածությունը, աշխատանքային իր ընթացքը եւ լրիվ անակնկալ հաջորդ օրը զանգ ենք ստանում այդ բժիշկից, որը մեր կոնտակտային տվյալներն ուներ եւ առաջարկություն ենք ստանում իրանից, որ ինքը պատրաստ է տրամադրել ինձ համապատասխան բուժօգնությունը, այսինքն վիրահատությունը։ Այն ինչը որ որևիցե բժիշկ, որոնց մենք դիմել էինք, հրաժարվել էին, ասելով, որ շատ վտանգավոր է եւ հավանականությունը ապրելու շատ քիչ է այդ վիրահատությունից հետո։ Եվ իմ հարցը հետեւյալ եղավ, արդյոք ռիսկերը շատ չեն վիրահատության պարագայում։ Բժիշկի պատասխանը եղավ, չվիրահատելու պարագայում ռիսկերն ավելի շատ են։ Եվ զարմացավ, թե ես ինչպես եմ կարողացել ինքնաթիռով այդ ճանապարհն անցնել։ Եվ երբ որ հիվանդանոցում էինք արդեն, դե ասեց շաբաթ օր էր, որ մենք խոսում էինք, ասեց Կիրակի հիվանդանոց եկեք, որպեսզի նախապատրաստենք, երկուշաբթի օր արդեն վիրահատենք։ Մի բան խնդրեցի բժշկին, ասելով, որ թույլ տվ Կիրակի օրը պատարագ մատուցեմ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում, հետո նոր կամ վիրահատության, որովհետև ունեի անկեղծ մտահոգություն, որ գուցե վիրահատությունից հետո ես երկար ժամանակ չկարողանայի պատարագ մատուցել եւ ուզում էի, որ վիրահատությունից առաջ անպայման պատարագ մատուցեի։ Եվ զարմացան մարդիկ, թե ինչպես այս բժիշկը համաձայնեց ինձ ընդունել եւ առաջարկեց իր օգնությունը։ Եվ երբ որ հիվանդանոցում էինք արդեն, ինձ ուղեկցում էր հայր Սիմեոնը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում արևմտյան թեմում էր ծառայությունը բերում, արևելյան թեմում ներողություն իր ծառայությունը բերում, եւ հայր Սիմեոնի ուղեկցությամբ Նյու Յորքի Lenox Hill հոսպիտալ գնացինք, հիվանդանոց գնացինք, մեզ ընդունեցին եւ տրամադրեցին համապատասխան բոլոր բուժզնությունները, խորհրդատվություններ եւ այլն, եւ եկան միակարծիք բժիշկները այն խորհրդին, որ պետք է անպայման վիրահատություն արվի։ Եվ ասեմ ձեզ հետեւյալը, սիրելիներս, որ անգամ այդ հիվանդանոցում էլ հետազոտությունների իրենց արդյունքով ախտորոշվեց գլխուղեղի կավեռնումը։ Վիրահատությունից առաջ բժիշկը ինձ նախազգուշացրեց, որ կարող է երկար ժամանակ ես վերականգնողական շրջան անցնեմ, այսինքն խոսել, քայլել եւ տեսակ շատ ուրիշ բաներ, որովհետեւ այն վիրահատությունը, որ ես պիտի անցնեի, գլխուղեղի բաց վիրահատություն էր եւ շատ ծանր հետևանքներ կարող էր ունենալ։
բայց հաղթահարելի հետևանքներ, ուղղակի ժամանակ էր պահանջվելու եւ աշխատանք բժիշկների կողմից վերականգնական, որպեսզի այդ ամեն ինչը հաղթահարվել։ Եկանք համաձայնության եւ որոշեցինք վիրահատվել։ Եվ երբ այդ մասին տեղյակ պահեցի վեհապար հայրապետին, նաեւ իմ մտահոգությունը, ասացի, որ վեհապար ամենով հանդերձ մտավախություն ունեմ բաց վիրահատությունից։ Մասնագետները կհասկանան ինչ նշանակում գլխուղի բաց վիրահատություն։ Ուղղակի հիմա այս ամբողջ հատվածս գլխիս այստեղից սկսած ինձ բացվել է։ Եվ վեհապարը ինձ հետևյալ խոսքերով քաջալերեց։ Ասաց չվախենաս Տերայր, ես պետք է քեզ համար աղոթեմ։ Ու կարծես այս խոսքերը ինձ հույս, հավատք, վստահություն ներշնչեցին, ու ես համարձակ սկսեցի գնալ այդ վիրահատության։ Եվ հետաքրքիր է, որ այնտեղ հայ ազգի երկու բժիշկներ կային, որոնք ինձ պատական հանդիպեցին այդ հիվանդանոցում աշխատող բարձր մասնագիտությամբ, այսպես հայտնի իրենց փորձառությամբ բժիշկներ, մեկը վնասվածքաբան, մյուսն էլ հետազոտությունների MRT են կոչում, այդ բաժնում աշխատող էր։ Եվ իրենք էլ նույն խոսքերը կրկնեցին։ Լրիվ պատահական ես այդ բժիշկներին հանդիպեցի այնտեղ։ Մեկը երբ որ մոտեցավ, այսպես ասեց, ձեռքը դրեց ոտքերիս, պարկացի, ասեց չվախենաս Տերայր։ Ես զարմացա, որ հայերեն խոսեց հետս այդ մարդը, հետո ներկայացավ, որ ինքը այդտեղ աշխատող վնասվածքաբան պրոֆեսորներից է, ասում են տրավմատոլոգ, անունը Վիգեն էր, ազգանունը ցավոք չեմ հիշում։ Եվ այնուհետև որ տարան ինձ արդեն հետազոտությունների սենյակ, այնտեղ ինձ դիմավորեց մի կին բժշկուհի, ով ասեց օրհնեցեք Տերայր, եւ ես զարմացա, որ Նյու Յորքի այդ հիվանդանոցում լսում եմ այդպիսի պարզ հայերենով խոսող բժշկի, որը Երևանից տեղափոխվել էր այնտեղ ապրելու եւ Երևանից ճանաչում էր ինձ։ Ցավոք ես իրեն չէի ճանաչում այդ ժամանակ, բայց հիմա իմ աղոթներում ինքը կա։ Նույն խոսքերն ինքն էլ ասեց չվախենաս Տերայր։ Ու ասեց թե վեհապարի խոսքից հետո մեկը մյուսին այսպես արձագանքեին չվախենաս արտահայտությունով։ Եվ ակամայից հիշեցի, որ Աստվածաշնչում հանդիպում ենք 365 անգամ չվախենաս արտահայտությունը։ Ասես թե ամեն օրվա եւ ամեն պահի համար Աստված մեզ ասում է չվախենաս։ Միայն հավատա։ Եվ գնացի վիրահատության։ Ամբողջ վիրահատության ընթացքում ամենայն ազնվությամբ եմ ասում, գուցե բժիշկները դա տարօրինակ համարեն։ Ես իմ գիտակցությունը չեմ կորցրել, ես հասկացել եմ իմ հետ ինչա տեղ ունենում։ Ես ամբողջ այդ ծանր թմրաքունի, որ նարկոզ է կոչում, ամբողջ նարկոզի ընթացքում ես մտքով աղոթների մեջ եմ եղել։ Եվ վիրահատությունը 9 ժամից ավել է տևել։ Մի քանի բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներով են արել վիրահատությունը, որտեղ ռիսկը շատ մեծ էր։ Եվ երբ որ ես վիրահատարանում արդեն աչքերս բացեցի, դուրս եկա այդ նարկոզ կոչվածից, առաջի բանը, որ արել եմ, սկսել եմ երգել Փառքի բարձունք շարականը, ամբողջ ձայնով ու արտասվելով։ Եվ ուզում էի շնեի քայլել, բայց բժիշկները բռնեցին, ինձ թույլ չէին տալիս։ Ամեն ինչը ֆիլմի պես իմ աչքիս առաջով անցնում է։ Եվ զուտ այն բանի համար, որ բժիշկներն ինձ ասել էին, որ խոսել չես կարող, քայլել չես կարող եւ այլն։ Եվ բժիշկները ապշած էին, թե ինչպես եմ ես երգում, ինչպես եմ ես շարժվում, որովհետեւ այն ընթացքը, որով որ ես պետք է անցնեի, տարիների, այսպես վերականգնողական բժշկական միջամտություն էր պետք, որպես ես խոսեի, որպես ես քայլեի, որպես ես բնականում կյանքիս վերադառնայի։
Եվ այս ամենից հետո, երբ որ տեղափոխվեցի հիվանդասենյակ եւ բժիշկը մոտեցավ արդեն իմ առողջական վիճակի մասին խոսելու, հետեւյալն ասաց. «Ի զարմանս մեզ բոլորի, քեզ մոտ կավեռնոմա չէր, քեզ մոտ ուղեղի անևրիզմա էր»։ Այն ինչի մասին սկզբում ասում էի։ Ամբողջ առողջապահական ոլորտը Հայաստանում 2023 թվականից եւ Մոսկվայում վերահաստատվեց եւ նաեւ Ամերիկայում, նաեւ բոլոր այն տեղերը, որտեղ ուղարկել է հետազոտությունների արդյունքները, այդ բոլորին հակառակ Վեհափար Հայրապետն էր միայն, որ ասեց, քեզ ճիշտ չեն հասկանում, քո հիվանդություն ճիշտ չեն հասկանում դերեր, քո հիվանդությունը անևրիզմ է։ Եվ այդ 5 տարիների ընթացքում ես մեծ հրաշքով եմ ողջ մնացել, որովհետև այն բոլոր միջամտությունները, որոնք որ կատարվել էին բժիշկների կողմից սխալ ախտորոշման արդյունքում, ինձ համար մահացու վտանգավոր էին։ Օրինակ, անևրիզմայի պարագայում Մոսկվայում, երբ որ ժամ ու կես համանայվ կամ ինչպես Ռուսաստանում ասում գամանոժ ճառագայթի տակ է պարկած, ողջ մնալ այդ ամենից հետո հրաշքեր արդեն։ Եվ այս ամեն ինչից ազդված բժիշկներ այս հրաշքին ականատես լինելով խնդրեցին թույլտվություն, որպեսզի կինոհարթակներից մեկում Netflix իսկ կոչված կինոհարթակում գիտական ինչ-որ ֆիլմաշարեր էին նկարում, այդ հերթական պատմությունը որպես ֆիլմ ներկայացնեն հասարակությանը։ Եվ եղան նկարահանումներ, այսինքն հարցազրույցներ, եկան նկարանեցին ու իրար հերթ չտալով պրոֆեսորներ գալիս էին ինձ հետազոտելու, հասկանալու համար, թե ես ինչպես եմ այդքան շուտ ապաքինվել։ 4 անգամ մինչև այդ վիրահատությունը ես ինսուլտ եմ տարել գլխուղեղին։ Ամբողջ ուղեղս, ինչպես բժիշկներն են ասում, սպիների եւ տրոմների մեջ էր։ Եվ նման վիճակով ողջ մնալը դա մեծ հրաշք էր։ Եվ ուղեղի անևրիզմայով, այն էլ այդպիսի բարդացած վիճակում 14 ժամ ճանապարհ անցնել ինքնաթիռով այն էլ, դա արդեն իսկ հրաշք էր։ Եվ գիտեք ինչ, սիրելիներս, շատ կարևոր էր, որպեսզի նաև արձանագրենք հետևյալը։ Այդ ամբողջ վիրահատությունը, ամբողջ բուժօգնությունը ինձ այդ հիվանդանոցը Նյու Յորք նահանգը տրամադրեց անվճար։ Ու գիտեք ինչի համար։ Որ Վեհափար Հայրապետն էր ինձ ուղարկել։ Անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հեռավոր այդ երկրում, այդ հայտնի հիվանդանոցում, այդքան ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով եւ այդ ամեն ինչով հանդերձ, ուրեմն այդ վիրահատությունը, որը մեր Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետության ապրող շատ մարդկանց համար անմաչելի մի բան էր եւ քիչ գումարի մասին չէ խոսքը, սիրելիներս, վստահեցնում եմ ձեզ։ Չնայած որ Վեհափար Հայրապետը պատրաստ էր, Մայրաթոր Սուրբ Էջմիածնը պատրաստ էր հոգար այդ ամբողջը եւ նաեւ Մեսրոպ Սրբազանը, իմ սերն ու հարգանքը Սրբազան օրը, պատրաստ էր հոգ տաներ այդ ծախսի մասին, բայց ի հիացմունք, պես ասեմ, այդ ամեն ինչի հիվանդանոցը ամբողջությամբ անվճար է։ Զուտ Վեհափար Հայրապետի անվան համար, սիրելիներս։ Նրանք ոչինչ ճանաչում էին, ոչ գիտեին ես ով եմ, ոչ էլ ես չէի կարող գնալ այնտեղ ներկայանալ, ասել ես այսինչ մարդն եմ։ Ինձ օգնեք, որովհետև ես այսքան ծանր վիճակում եմ։ Ոչ։ Միայն Վեհափար Հայրապետի հեղինակության, նրա համաշխարհային հարգանքի եւ հեղինակության շնորհիվ այդ ամեն ինչը կազմակերպեց շատ արագ։ Եվ իր աղոթքների շնորհիվ, այո, ես կարողացա այս ծանր վիրահատությունը շատ շուտ հաղթահարել եւ վերադառնալ իմ ծառայությանը։ Զարմանալի շուտ։ Բժիշկները իրենք
Գիտեք, շատերը կան, որոնք որ գիտության ոլորտին առնչվող մարդիկ հավատքին այսպես նայում են որպես հնացած մի բան։ Եվ այդ միջավայրում մարդիկ խոսում էին Աստծո հրաշքի մասին, որ այդպիսի բան բժիշկների համար անզոր էր գործել, եթե չլինի Աստծո հրաշքը։ Եվ այդ հրաշքը, սիրելիներս, տեղի ունեցավ առաջին Աստծո ողորմությամբ, Վեհափար Հայրապետի աղոթքներով եւ ձեր բոլորի աղոթքներով, սիրելիներս։ Եվ սա ինչ եմ ուզում բարձրաձայնեմ, որովհետեւ առիթ չեմ ունեցել սրա մասին խոսել հանրորեն, եղել են այո, որ առանձին զրույցների ժամանակ պատմել եմ այս մասին, բայց ուզում եմ, որպեսզի այս պատմությունը հանրայնացվի, որպեսզի բոլորն էլ ծանոթանան այն կարևոր պատմության հետ, որը ինքնին հրաշք է սիրնես, որը տեղ ունեցել իմ կյանքում։ Եվ նորից եմ կրկնում, եթե չլիներ Վեհափար Հայրապետի հայրական ջերմ հոգատար ուշադրությունը, վերաբերմունքը, այդ ամեն ինչ չլիներ, չէր լինի այս բժշկությունը, չէր լինի այս մեծ հրաշքը։ Այո, հրաշքը Աստծուց է, հրաշքը միանշանակ Աստծուց է, բայց այդ հրաշքին նպաստում ենք մենք մարդիկս, որպեսզի այն իրականություն դառնա մեր կյանքում։ Եվ այդ նպաստաբեր մասնակցությունը այդ հրաշքի առաջին հերթին Վեհափար Հայրապետին էր։ Իմ խորին շնորհակալությունը, իմ որդիական սերն ու հարգանքը ազգիս Վեհափար Հայրապետին, իմ եւ իմ ընտանիքի անունից, նաեւ այն բոլոր հավատացյալների անունից, որոնց կյանքում ես իմ համեստ ներկայությամբ կարողանում եմ Քրիստոսին բերել։ Շնորհակալություն Վեհափար Հայրապետին, շնորհակալություն ձեզ բոլորից, սիրելի հավատացյալներ, շնորհակալություն Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդին Եզրաս arczepiskopos Ներսիսյանին, շնորհակալություն նաեւ Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Գերաշնոր Մեսրոպ եպիսկոպոս Բարսամյանին, շնորհակալություն Հայր Սիմեոնին, ով այսպես ավագ եղբորպես հիվանդանոցում իմ կողքին եղավ միշտ, շնորհակալություն բոլոր այն հոգևորականներին, ովքեր Ամերիկայում ինձ հետ էին, իմ շատ սիրելի եղբայր Հայր Պողոսին եւ բոլոր նրանց, որոնց անունները որ չեմ նշում այստեղ, ներողություն եմ խնդրում, բայց դուք բոլորդ գիտեք եւ ես ձեզանից շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Աստված օրհնի ձեզ, վստահ եղեք, որ հավատքով ամեն դժվարություն հաղթահարվելու է։ Եվ այս փորձություններն էլ, որ անցնող տարում մեզ հանդիպեցին, դա էլ է հաղթահարվելու։ Միանշանակ Աստծո մեծ ողորմությամբ, Աստծո մեծ հրաշքով հաղթահարվելու է։ Եվ այս ամեն ինչից մենք հաղթանակած դուրս գալով ել ավելի բյուրեղացած ենք լինելու, ել ավելի ուժեղացած ենք լինելու, ել ավելի հաստատուն ենք մնալու մեր հավատքի մեջ։ Ես իմ անձնական փորձով փորձեցի կիսվել ձեզ հետ, գուցեև այս պատմությունը որևիցե մի հիվանդի հույս ներշնչի, գուցեև որևիցե մի թերահավատի հավատն ուժեղացնի, ես չգիտեմ։ Ուղղակի սրտիս ցանկությունն էր, որպեսզի ես այս ձևաչափով պատմեի, հանրայնացնեի իմ կյանքի այս դժվարին փորձությունների հաղթահարման ընթացքը, որը կարելի դարձավ Աստծո ողորմությամբ առաջին հերթին, այնուհետև Վեհափար Հայրապետի հայրական հոգատար ջերմ սիրո շնորհիվ։ Շնորհակալություն։